Մեկ տարի առաջ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, հայտարարելով. այսուհետ առաջնորդվելու են առաջին հերթին ամերիկան գաղափարախոսությամբ եւ այլևս ոչ ոքի թույլ չեն տալու օգտագործել Միացյալ Նահանգներին։ Թիրախում հայտնվեց հատկապես Եվրոպան։ Դեռ 2025-ի Մյունխենյան համաժողովում փոխնախագահ Ջեյդի Վենսի ելույթը մեղմ ասած շոկային դարձավ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների համար, կասկածի տակ դնելով տրանսատլանտյան միասնությունը։ Դավոսում Թրամփը վերահաստատեց Եվրոպայի հետ տնտեսական հարաբերությունները վերանայելու մտադրությունը։ Աստիճանաբար խորացան տարաձայնությունները ռուս-ուկրաինական կարգավորման հարցում։ Սակայն այս տարի Մյունխենում արդեն պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ելույթը հույս ներշնչեց, որ ամեն ինչ կորած չէ։ Այսօր օրակարգում ԱՄՆ-Եվրոպա խնդիրներն են։ Անցած տարի Ջեյդի Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում շատ կոշտ քննադատեց եվրոպական կողմին, Միացյալ Նահանգներին շահագործելու, արևմուտքի ընդհանուր արժեքներին դավաճանելու, եվրոպացիների ընտրական իրավունքը, խոսքի ազատությունը սահմանափակելու, այլակարծությունը ճնշելու եւ միգրացիոն մեղմ քաղաքականություն վարելու համար։ Նման հռետորաբանությունը բուռն արձագանք առաջացրեց Եվրոպայում, քանի որ փաստացի ազդարարում էր Սպիտակ տան կուրսի փոփոխությունը եւ տրանսատլանտյան ճգնաժամի սկիզբը։ Այս դիրքորոշումը արձանագրվեց նաև ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որի համաձայն Թրամփի վարչակազմը Եվրոպային դիտարկում է որպես ոչ հուսալի դաշնակից, որը չի կիսում ԱՄՆ ռազմավարական առաջնահերթությունները։ Վերադառնանք Վենսի ելույթին, առաջարկում եմ վերհիշել դրա հիմնական շեշտադրումները։ Թրամփի վարչակազմը մտահոգված է եվրոպական անվտանգությամբ։ Կարևոր է, որ առաջիկա տարիներին Եվրոպան լուրջ ջանքեր գործադրի սեփական պաշտպանությունը ապահովելու համար։ Եվրոպային սպառնացող ամենամեծ վտանգը բխում է ոչ Ռուսաստանից, ոչ Չինաստանից, ոչ էլ արտաքին այլդերակատարներից, այն բխում է ներսից։ Եվրոպան հետ է կանգնում այն արժեքներից, որոնք միավորում էին մեզ։ Վաշինգտոնում նոր շերիֆ կա, եւ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ մենք կարող ենք համաձայն չլինել ձեր տեսակետներին։ Հարկավոր է քննարկել, ինչպես եք մտադիր ավելացնել Եվրոպայի պաշտպանության ծախսերը։ Նախագահ Թրամփը հստակ ասել է, որ եվրոպացի ընկերները պետք է ավելի մեծ դեր խաղան իրենց մայրցամաքի ապագայի հարցում։ Եվրոպայի առջև ծառացած հրատապ մարտահրավերներից է նաև զանգվածային միգրացիան, եւ ամբողջ Եվրոպայում ավելի ու ավելի շատ մարդիկ են քվեարկում այն քաղաքական գործիչների օգտին, որոնք խոստանում են վերջ դնել անվերահսկելի միգրացիային։ Այս բոլոր թեզերը կրկնեց Թրամփը արդեն Դավոսում, շեշտելով. Եվրոպական մայրցամաքը սխալ ուղով է շարժվում եւ վերածվել է խնդրահարույց տարածաշրջանի։ Այսպիսով ԱՄՆ նոր վարչակազմի տրամաբանությունը հետեւյալն է. Եվրոպական երկրներն իրենք պետք է վճարեն իրենց պաշտպանության համար, քանի որ ըստ Թրամփի Վաշինգտոնը երկար տարիներ անհամաչափ եւ անարդարացիորեն շատ միջոցներ է հատկացրել Եվրոպայի անվտանգության համար, ավելի քան ՆԱՏՕ-ի մյուս անդամները։ Սակայն այժմ պատրաստվում է պաշտպանել ամերիկյան հարկատուների շահերը։ Ուստի Սպիտակ տունը պահանջեց եվրոպական երկրներից մեծացնել պաշտպանական ծախսերը, դրանք հասցնելով ՀՆԱ-ի մինչև 5%-ի եւ անել դա հնարավորինս արագ։ Հակառակ դեպքում Թրամփը սպառնում է կրճատել եվրոպացի դաշնակիցներին աջակցությունը հատկապես պաշտպանական ոլորտում։ Այս ֆոնին սկսեցին անգամ կարծիքներ հնչել, թե Միացյալ Նահանգները ինչ-որ փուլում կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից, կրճատել Եվրոպայում իր ռազմական ներկայությունը եւ փակել ամերիկյան միջուկային հովանոցը։ Եվրոպական մի շարք երկրներ ստիպված էին վերանայել սեփական պաշտպանական ծախսերը։ Հարկ է նշել, որ գործընթացը սկսվել էր դեռ մինչև Թրամփը, սակայն նրա կոշտ հայտարարությունները լուրջ խթան հաղորդեցին այս ուղղությամբ աշխատանքներին։ Եվրոպական մայրաքաղաքներում հայտարարեցին, ակտիվանում են, առաջնորդություն են ստանձնում ՆԱՏՕ-ի շրջանակում եւ սկսում են ավելի շատ հոգ տանել սեփական պաշտպանության մասին։ Տարիներ շարունակ լսել ենք, որ Եվրոպան պետք է ավելին անի իր պաշտպանության համար, եւ դա ճիշտ է։ Եվրոպան պետք է ավելի անկախ դառնա։ Ուժեղ Եվրոպա նշանակում է նաեւ ուժեղ ՆԱՏՕ։ Անցած տարի մենք ավելին ենք արել Եվրոպայի պաշտպանության համար, քան նախորդ 10 տարվա ընթացքում։ Գործարկել ենք համատեղ գնումների SAFE ծրագիրը, խոսքը 800 միլիարդի մասին է։ Նախաձեռնության նպատակն է լրացնել բացերը եւ ամրապնդել մեր պաշտպանական կարողությունները, ու կարեւոր է, որ եվրոպական ռազմական արտադրանքի մեծ մասն այլևս չի ներկրվելու դրսից։ Կարագացնենք ներքին արտադրությունը, կստեղծենք աշխատատեղեր։ Եմեն եւ Մեծ Բրիտանիան պետք է ավելի մերձենան անվտանգության, տնտեսության եւ ժողովրդավարության պաշտպանության հարցերում։
Սակայն այսքանով էլ խնդիրները չեն սահմանափակվում։ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում իր հարկատուների հաշվին անվերջ եւ անհատույց աջակցել Ուկրաինային, ինչպես նախորդ վարչակազմը։ Թրամփը շեշտեց, բեռի մեծ մասը պետք է կրի Եվրոպան, քանի որ պատերազմը եվրոպական մայրցամաքում է, իսկ իրենց մի մեծ գեղեցիկ օվկիանոս է բաժանում։ Սպիտակ տունը գործարկեց նոր մեխանիզմ։ Միացյալ Նահանգները ռազմատեխնիկա է վաճառում ՆԱՏՕ-ին, իսկ Դաշինքն իր հայեցողությամբ փոխանցում է Կիևին։ Հատկանշական է, որ Ռուսաստան-Ուկրաինա բանակցային գործընթացից էլ Եվրոպան դուրս է մնացել։ Միջնորդությունը ստանձնել է Վաշինգտոնը։ Եվրոպացիները դժգոհ են նաև, որ Վաշինգտոնը ուղիղ շփումներ է սկսել Մոսկվայի հետ, այդպիսով տապալելով Ռուսաստանի միջազգային մեկուսացման իրենց ջանքերը։ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև խնդիրների մյուս բլոկը վերաբերում է առևտրային հարաբերություններին։ Թրամփը դժգոհ էր, որ եվրոպական երկրներն ավելի քիչ ամերիկյան արտադրանք են գնում, քան Միացյալ Նահանգները Եվրոպայից։ Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներին խաբելու եւ մատերի վրա խաղացնելու համար։ Եկեք ազնիվ լինենք։ Նրանք հաջողել են այդ գործում։ Եվրամիությունը առևտրի ոլորտում շատ առումներով ավելի տհաճ գործընկեր է, քան Չինաստանը, բայց իրավիճակը կփոխվի, քանի որ հիմա նախագահը ես եմ։ Ուստի Թրամփը հայտարարեց մաքսատուրքեր սահմանելու մասին, ընդհուպ 25%-ի, սպառնալով բարձրացնել դրանք, եթե եվրոպական կողմն անտեսի Միացյալ Նահանգների շահերը։ Ի պատասխան, Եվրամիությունը ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի փաթեթ մշակեց։ Վաշինգտոնի տնտեսական ճնշումներն աշխատեցին, կողմերը գործարքի հասան։ Դրա համաձայն Միացյալ Նահանգներ եվրոպական մատակարարումների համար գործում է ընդամենը 15% մաքսատուրք, մինչդեռ Միացյալ Նահանգներից ներմուծման համար մաքսատուրքերը զրոյացվել են։ Սակայն սա էլ դեռ ամենը չէր։ Թրամփը սկսեց ավելի հաճախ խոսել Դանիայի թագավորության մաս կազմող Գրենլանդիա կղզին գրավելու մասին, շեշտելով դրա ռազմավարական նշանակությունը եւ չբացառելով անգամ ռազմական սցենարը։ Եվրոպական կողմը կոշտ արձագանքեց։ ԵՄ անդամների մեծ մասը համերաշխություն հայտնեց Դանիային եւ անգամ զորքեր ուղարկեց Գրենլանդիա։ Դա իր հերթին մեղմեց ամերիկյան դիրքորոշումը։ Նշենք, որ այժմ Գրենլանդիայի հարցով բանակցություններ են ընթանում։ Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները ոչ թե կգրավի կղզին, այլ կավելացնի այնտեղ ռազմական ներկայությունը եւ կխորացնի այլ ոլորտներում գործակցությունը։ Ինչպես գիտենք, Թրամփի վարչակազմն առաջնորդվում է առաջին հերթին ամերիկան կարգախոսով եւ նախորդ վարչակազմի համեմատ պակաս հետաքրքրված է եվրոպական դաշնակիցներով։ Տրանսատլանտյան դաշինքը ճգնաժամ է ապրում, ինչը մտահոգում է եվրոպական կողմին։ Ինչ վերաբերում է մաքսատուրքերին, թեև որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, սակայն անորոշ է, արդյոք Թրամփը կհետևի դրանց, թե հաջորդ շաբաթ կամ ամիս կփոխի միտքը եւ կբարձրացնի մաքսատուրքերը։ Գրենլանդիայի հարցը եւս սրեց իրավիճակը։ Իհարկե, եվրոպացիների համար անհնար է պատկերացնել, որ Միացյալ Նահանգները կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածք։ Սա էլ անվստահություն եւ կասկածներ առաջացրեց եվրոպացիների մոտ։ Եվրոպայում հուսով են, որ Թրամփից հետո օվալաձև կաբինետ կգա ավելի եվրոպամետ նախագահ եւ կապերը կվերականգնվեն ու զգալիորեն կբարելավվեն։ Իմ կարծիքով հաջորդ 3 տարվա ընթացքում տրանսատլանտյան հարաբերությունները կշարունակեն ճգնաժամ ապրել, բարդ ժամանակներ են լինելու։ Տրանսատլանտյան լարվածությունը իրողություն է, կան մարտահրավերներ, անհամաձայնություններ քաղաքական տարբեր հարցերի շուրջ։ Եվրոպան պետք է հստակեցնի իր դերը, ավելի վճռական դառնա եւ արդեն սկսել է դա անել։ Կա Ուկրաինայի խնդիրը, ինչպիսին էլ լինի ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը, դա էականորեն կազդի եվրոպական անվտանգության եւ ապագայի ճարտարապետության վրա։ Մարտահրավեր է նաեւ այն, որ համաշխարհային մի շարք մոտեցումներ փոխվել են, այժմ կրկին քաղաքականության գործիք են դարձել ուժի եւ դրա կիրառման սպառնալիքը, իսկ եվրոպացիների համար բարդ է դա ընդունել եւ հարմարվել։ Կարծում եմ Ռուբիոյի Մյունխենյան ելույթից կարելի ասել, որ Եվրոպան եւ ԱՄՆ դեռևս կարող են ընդհանուր շահեր ունենալ, թեև ընդհանուր արժեքները պակասում են։ Ինչ վերաբերում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ելույթին, որը նա ունեցավ փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Վենսի սկանդալային ելույթից ուղիղ 1 տարի անց։ Վերլուծաբանների գնահատմամբ երկու ելույթի բովանդակությունն էլ գրեթե նույնն էր, սակայն այս անգամ տարբեր էր տոնայնությունը, այն ավելի մեղմ էր եւ զուսպ։ Լսենք նաեւ Ռուբիոյի ելույթից հատված։
Նախագահ Թրամփի գլխավորությամբ Միացյալ Նահանգները կրկին ցանկանում է կենտրոնանալ ապագայի վրա։ Իհարկե, պատրաստ ենք անել դա ինքնուրույն, սակայն հուսով ենք, որ մեզ կմիանան մեր եվրոպացի ընկերները։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան կապված են։ Տրանսատլանտյան դարաշրջանի ավարտն ազդարարող վերնագրերի ֆոնին ցանկանում եմ ասել բոլորին, որ ոչ նման ցանկություն ունենք, ոչ էլ նպատակ։ Մեզ ամերիկացիներիս համար մեր տունը կարող է լինել հարևմտյան կիսագնդում, բայց մենք միշտ կլինենք Եվրոպայի զավակները։ Եթե երբեմն ինչ-որ հարցերում համակարծիք չենք, դրա պատճառն այն է, որ մենք անտարբեր չենք։ Ցանկանում ենք, որ Եվրոպան ուժեղ լինի։ Մեզ պետք են դաշնակիցներ, որոնք կարող են պաշտպանվել, որպեսզի ոչ մի հակառակորդ երբեք չորոշի մարտահրավեր նետել մեր հավաքական ուժին։ Մեր նպատակը ոչ թե օտարանալը, այլ հին բարեկամությունը, մարդկության պատմության մեծագույն քաղաքակրթությունը վերակենդանացնելն է եւ ցանկանում ենք դա անել համատեղ ուժերով։ Ռուբիոյի ելույթն իհարկե չփարատեց եվրոպական կողմի մտահոգությունները եւ չվերացրեց տարաձայնություններն ու խորացող անվստահությունը, սակայն արձագանքները հիմնականում դրական էին։ Մարկո Ռուբիոյի ելույթը ինձ շատ հանգստացրեց, սակայն հարկավոր է հասնել Եվրոպայի ռազմավարական անկախությանը։ Բոլորս էլ ցանկանում ենք տեսնել ավելի ուժեղ Եվրոպա։ Ռուբիոն ընդգծեց, թե որքան սերտ են Միացյալ Նահանգներ Եվրոպա կապերը։ Հենց այսպիսին ենք մենք հիշում եւ ճանաչում ամերիկյան արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը։ Իհարկե, առկա են խնդիրներ։ Նախկինում էլ մեզ օտարացնող հայտարարություններ են հնչել, սակայն սենատորների հետ էլ ենք շփվել։ Նրանք շատ հստակ արտահայտել են Եվրոպայի նկատմամբ Միացյալ Նահանգների հանձնառությունը, սակայն չի կարելի հիմնվել այն ստատուս քվոյի վրա, որը տասնամյակներ շարունակ համարել ենք անվտանգ։ Եվրոպացիները գիտեն իրենց շահերը եւ ուժեղ կողմերը։ Եվրոպան պետք է պատրաստ լինի պաշտպանվելու, ավելացնի ոլորտային ծախսերը եւ կախված չլինի արտաքին երաշխիքներից։ Տրանսատլանտյան կապերը մեծ նշանակություն ունեն, սակայն ինքնուրույնությունն էլ պակաս կարևոր չէ։ Ոչ ոք մեզ չէր ստիպել չափազանց մեծ կախվածության մեջ ընկնել Միացյալ Նահանգներից։ Դա մեր մեղքն էր։ Սակայն հիմա սխալների ուղղում ենք անում։ Հաշվի ենք առնում մեր սեփական շահերը եւ ստեղծում ենք ուժեղ ինքնաբավ Եվրոպա։ Զուգահեռ հարկավոր է Միացյալ Նահանգների հետ համատեղ ուժերով վերականգնել եւ վերակենդանացնել տրանսատլանտյան վստահությունը։ ՆԱՏՕ-ի մաս կազմելը մրցակցային առավելությունն է ոչ միայն Եվրոպայի, այլև ԱՄՆ-ի համար։ Այսպիսով Եվրոպայում ոմանք համերաշխության ժեստ որակեցին Ռուբիոյի խոսքերը։ Որոշների կարծիքով Թրամփի վարչակազմի օրոք վաղեմի բարեկամությունն անհնար կլինի վերականգնել, իսկ կոլեկտիվի գաղափարախոսությունն արդեն անցյալում է։ Ոմանք էլ ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ միասնության կոչերից հետո Ռուբիոն Մյունխենից պաշտոնական այցով մեկնեց Սլովակիա եւ Հունգարիա, երկրներ, որոնք լարված հարաբերություններ ունեն ԵՄ մյուս անդամների հետ, պարբերաբար դեմ են արտահայտվում Եվրահանձնաժողովի որոշումներին եւ շարունակում են շփումները Մոսկվայի հետ։ Չնայած Եվրոպայի եւ Վաշինգտոնի միջև հայտարարությունների մակարդակով նշմարվող ձնհալին, եվրոպական կողմում կա թերահավատություն։ Անորոշ է, որքանով պատրաստ կլինի Միացյալ Նահանգներն անհրաժեշտության դեպքում կանգնել եվրոպացի դաշնակիցների կողքին։ Արդյոք առևտրային հարաբերությունները կայուն կմնան, հաշվի առնելով, որ ի թիվս այլնի Վաշինգտոնին անհանգստացնում են այդ ոլորտում ԵՄ-Չինաստան խորացող հարաբերությունները։ Հստակություն չկա նաեւ ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացների հետ կապված, որոնցից Եվրոպական կողմը դուրս է մղվել։ Հստակ է միայն, որ Վաշինգտոնն առաջ է շարժվում առաջին հերթին ամերիկան կարգախոսով ու դեռևս հաջողում է։ Այսօր օրակարգում ԱՄՆ-Եվրոպա խնդիրներն էին։